Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օգնական օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքի մասի քաղաքականության ղեկավարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետական արժանանքի նախագիծը եւ քաղաքացի Արտաշես Սարմանովի Հայրյանի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 4274 դիմումը Փարաքար համայնքի ավականի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի արևաշատ դիմում գտնվող Արտաշես Սարմանովի Հայրյանի սեփականության իրավունքով պատկանող 04-027-067-024 կադաստրային ծածկագրով զոնամոր 0-869 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկը վայրահող հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ներգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում անասնաշեն եւ պահեստային շինություն կառուցելու համար։ Հարցեր կա։ Խնդրում եմ քվեարկելով կերպով Հաջորդ հարցը Գայանե Վանիկի Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օգնական օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետական արժանանքի նախագիծի եւ քաղաքացի Գայանե Վանիկի Մանուկյանի 2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 4631 դիմումը Փարաքար համայնքի ավականի որոշում։ Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող Գայանե Վանիկի Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող 04-094-045-001 կադաստրային ծածկագրով զոնամուր 08 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակություն հողատեսկը խաղողի այգի հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ներգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակություն գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում գյուղատնտեսական արտադրական վերանշանող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր կան։ Հաջորդ օրակարգային հարցը Գևորգ Հայքի Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակություն փոխելու մասին հանձնաժողովի կողմից ստացել է բացասական եզրակացություն, քանի որ ներկայացված էսքիզային առաջարկը չի համապատասխանել կառուցվող շինության նորմերին։ Այս հարցը դուրս է եկել։ Հաջորդ հարցը Հակոբ Խաչատուրի Հայրյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակություն փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օգնական օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետական արժանանքի նախագիծի եւ քաղաքացի Հակոբ Խաչատուրի Հայրյանին 2020 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 5469 դիմումը Փարաքար համայնքի ավականի որոշում։ Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող Հակոբ Խաչատուրի Հայրյանի սեփականության իրավունքով պատկանող 04-054-005-023 կադաստրային ծածկագրով զոնամբողջ 3387 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկ խաղողի այգի հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ներգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակություն գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում սահմանային տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր կան։ Հայրապետության չի, սխալանք։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ քվեարկել կերպով Հաջորդ հարցը Հարություն Լավրենտի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օգնական օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետական արժանանքի նախագիծի եւ քաղաքացի Հարություն Լավրենտի Խաչատրյանի 2020 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 5151 դիմումը Փարաքար համայնքի ավականի որոշում։ Հայաստանի Հանրապետության Արտոնոմիա մարզի Փարաքար համայնքի այգի գյուղում գտնվող Հարություն Լավրենտի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող 04-005-085-005 կադաստրային ծածկագրով 40 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը հողատեսկը վայրահող հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ներգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակություն գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում չրանոց կառուցելու համար։ Հարցեր կա։ Խնդրում եմ քվեարկելով կերպով Հաջորդ հարցը Ռաֆայել Անդրեասի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օգնական օրենսգրքի
թվականի 9-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետական աշխատանքի նախագծի եւ քաղաքացի Ռաֆայել Անդրեասյանի Մկրտչյանի 2020 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 5452 դիմումն Փարաքար համայնքի հավաքանի որոշում։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող Ռաֆայել Անդրեասյանի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող 04-54-04 113 կադաստրային ծածկագրություն ամբողջ 6067 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեստը վարելահող։ Հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության հանդեպ օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում սահմանային տնտեսություն եւ ծածկ կառուցելու համար։ Հարցեր կա։ Ընդունում քվեարկել ովքեր են կողմ։ Անցավ միած։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով Տաթևիկ Ժորայի Հարությունյանին օգտարելու մասին։ Ղեկավարվելով տեղական ղեկավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 276 եւ 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550 որոշումներով ընդունելով Տաթևիկ Ժորայի Հարությունյանի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 5588 դիմումն Փարաքար համայնքի հավաքանի որոշում։ Տալ համաձայնություն Տաթևիկ Ժորայի Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-54-04-00100 կադաստրային ծածկագրով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.015 հեկտար մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-54-00100 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման նպատակային նշանակության հողամասը 0.20 հեկտար մակերեսով հողամասը ընդլայնման նպատակով օգտարել Տաթևիկ Ժորայի Հարությունյանին վաճառքի կին սահմանել կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 6834.3 դրամ։ Հարցեր կան։ Ստեմած սխալքի հետ կայտիկը համեք մայրավոր գերացա։ Հա։ Անենք այդ ուղղակի վաճառքը։ Իսկ մենք հաջորդով իրավունք ունենք դրանք վաճառել։ Չէ, հողամասը մեկ Հարևանների համաձայն ոչ մի կերպ։ Երկուսը կարող է անմաչ հանձնախտը մեջտեղացած սուր կայցակերման անհանգստացել ցանկանում Առավել ևս եկեք մի քիչ թանկ տանք։ Մեր բյուջեն փոխվելուց։ Մենք այդ վերբերում նայում ենք, թե առանց հնարավոր է վաճառել հաջորդով։ Մենք անպայման նայում ենք այդ տարբերակը, որ հաջորդով ապրի շատ։ Մենք էլ ենք այս բաների դեն, բայց բաներ կան էլ ձերքի չեք։ Խնդրում ենք քվեարկել ովքեր են կողմ։ Անցավ։ Հաջորդ օրակարգային հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով Լևոն Մկրտչի Քեսաբելյանին օգտարելու մասին։ Ղեկավարվելով տեղական ղեկավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 10-ի թիվ 276 եւ 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550 որոշումներով ընդունելով Լևոն Մկրտչի Քեսաբելյանի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 5510 դիմումը Փարաքար համայնքի հավաքանի որոշում։ Տալ համաձայնություն Լևոն Մկրտչի Քեսաբելյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-54-03-302 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր գործառնական նշանակության 0.37 հեկտար մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-54-03-311-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 0.58 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով օգտարել Լևոն Մկրտչի Քեսաբելյանին վաճառքի կին սահմանել կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 159.5 դրամ։ Հարցեր ունենք։ Խնդրում ենք քվեարկել ովքեր են կողմ։
դուրս ենք անել, չէ՞։ Հավասարականություն։ Ներկայացնում հաջորդ հարցում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թարաքար համայնքի եւ Անժելա Վալերի Մխիթարյանի, Սամվել Վարազդատի Բարոյանի, Ալեքսանդր Վարազդատի Բարոյանի, Սուսաննա Վարազդատի Բարոյանի եւ Նարեկ Վարազդատի Բարոյանի միջև անշարժույթի վարձակալության պայմանագիր կնքելու համաձայնություն տալու մասին։ Ղեկավարվելով տեղական հայտարարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Թարաքար համայնքի ավականի որոշում համաձայնություն տալ կնքել Արմավիրի մարզի Թարաքար համայնքի Թարաքար գյուղի Նայիրի փողոցի 9/4 ացեն գտնվող անշարժ գույքի մի մասի այն է 66.7 քառակուսի մետր հատվածի, որը առանձնացվում է 2020 թվականի նոյեմբերի 5-ին կազմված շինությունների հատակագծով, անշարժ գույքի վարձակալության պայմանագրի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թարաքար համայնքի եւ Անժելա Վալերի Մխիթարյանի, Սամվել Վարազդատի Բարոյանի, Ալեքսանդր Վարազդատի Բարոյանի, Սուսաննա Վարազդատի Բարոյանի եւ Նարեկ Վարազդատի Բարոյանների միջև համաձայնություն տալ անշարժ գույքի վարձավճարի գինը սահմանել ամսական 275,000 դրամ։ Դիմացի շենքը համակապետանի։ Այս դիմացի համայնքային է։ Չէ, իրանց սեփականությունն է, վարձակալության տրամադրումն է։ Իրանք մեծ է տրամադրում, տարեկան 3 միլիոն 200,000։ Չէ, 250,000 ամսական։ Տարեկան 3 միլիոնից ավել։ Դե ինքը հիմա իսկայինային իշխում է մի տարի։ Ներկայիս։ Իսկ ինչ նպատակով։ Որպես աշխատասին եք, համայնքային աշխատանքների համար։ Կրթությամբ Այս դիմացի դասենի։ ուրիշ հարցեր ունենք։ Խնդրում եմ քրակել ոսկերենքով։ Իրակարգի հաջորդ 11-րդ հարցն է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թարաքար համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման հաստատների հաստատելու մասին։ Զեկուցող ֆինանսատնտեսագիտական նումերի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Գյուդիաս Համբարձումն կներեք։ Մենք մելի գիտենք։ Վարչական շենքերի, մանրապարտեզների, մշակույթի տների, Թարաքարի արվեստի դպրոցի, մարզադպրոցի և բարեկարգում բյուջետային հիմնարկի գույքագրման ամփոփ արդյունքները 31/12/2024 թվականի դրությամբ։ Ունենք ընդամենը շենքեր շինություններ 62 միավոր 1,869,187,954 դրամներ։ Ունենք կառուցվածքներ 330 միավոր 367,830,877 դրամ և մեքենաներ, տրանսպորտ 12 միավոր 29,358,514 դրամի, սարքեր սարքավորումներ 801 միավոր 86,127,469 դրամ և տնտեսական գույք 5,906 միավոր 117,133 դրամ։ Ունենք գրադարաններ, որտեղ գրքի ֆոնդը կազմում է 64,560 կտոր գիրք։ Ունենք նաև դուրսգրումներ, ներկայացնեմ դուրսգրման ամփոփը համայնքային սեփականություն համարվող գույքի գույքագրման ոչ պիտանի ապրանքների դուրսգրման արդյունքների ամփոփագիր։ Համայնքապետարանից ընդամենը սարքեր սարքավորումներ տնտեսական
4 միավոր 1,711,000 դրամի։ Մերձավանի վարչական տարածքից սարքեր սարքավորումներ ընդամենը և տնտեսական գույք 16 միավոր 280,100 դրամ, Նորակերտի վարչական տարածքից 18 միավոր 226,406 դրամ, Աղրամյանի վարչական տարածքից 114 միավոր 3,148,338 դրամ, Այգեկից ընդամենը 1 միավոր 699,500 դրամ, Արևաշատից ընդամենը 14 միավոր 507,120 դրամի, Մուսալերից ընդամենը 15 միավոր 555,800 դրամ, Պատվոնքի վարչական տարածքից ընդամենը 11 միավոր 1,502,364 դրամ, Հարաքանի մանկապարտեզից սարքեր սարքավորումներ տնտեսական գույք արագամաշարարկաններ 981 միավոր 2,287,224 դրամի, Մերձավանի մանկապարտեզից ընդամենը 959 միավոր 1,586,119 դրամ, Մշակույթ երիտասարդության պալատ խոհակից ընդամենը 450 միավոր 3,519,620 դրամ, ընդամենը համայնք 2,614 միավոր և 16,23,591 դրամի դուրսբերման ապրանքներ, անսարք կոտրված և ոչ ֆիտան։ Այսինքն մենք ֆիքսում ենք այսօրվա դրությամբ համայնքապետարաններում ինչ կա, դա վերցնում ենք որպես գույք։ Ես առաջին Որովհետև ասենք 2000 հուսնայում եմ 2021 թվականից հետո գույքագրում չի արվել, չի հաստատվել, այս 3 տարվա բանը, այսօրվանը մենք ֆիքսում ենք ու գնում ենք առաջ։ Անկյան ես այդ հարցին պատասխանեմ, հա, ուրեմն 2021 թվականի բոլոր արդյունքները, որոնք որ ունեցել ենք փաստացի, դրան գումարվել է 22-23-24 թվականի ընթացքում ձեռք բերված գույքերը, ու դրանցից դուրս են բերվել այն ապրանքները, որոնք փաստացի պիտանի չեն օգտագործվում։ Հիմա այս պահին դրվելու փաստաթղթերը այդ ձևով են։ Այսինքն հետաքրքիր է, որ 21 թվականից շարունակում ենք, այսինքն այդ բաց տեղ չի մնում, էլ այսօր մենք ֆիքսում ենք ու հետում ենք առաջ։ Փաստաթղթերը գույքերի վերցրել, գումարել են ձեռք բերումները 3 տարիների ընթացքում ու Ուրիշ հարցեր։ Իհարկե այստեղ ներառված չի 25 թվականի ձեռքբերումները։ Դա ինստիտուտյան տարի չի վերջում, դա մյուս տարի։ Մյուս տարի։ Շնորհակալություն։ Հարցեր չկան ոչ։ Խնդրում եմ քվեարկել Օսպերենկով։ Անսարներ։ Մեր օրակարգի վերջին հարցն է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականում հերթական նիստի օրվա սահմանումը։ Առաջարկում եմ Փարաքար համայնքի ավականում 2025 թվականի հաջորդ հերթական նիստը գումարման օրը սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 10։ Եթե հարցեր չունեն, խնդրում եմ քվեարկել Օսպերենկով։ Օրակարգի հարցեր այսպիսով զբաղվեցին, նիստը հայտարարում եմ ավարտված։ Շնորհակալություն մասնակցության համար։